Թբիլիսիում գործում են հայկական երկու Սուրբ Գևորգ եւ Սուրբ Էրչմիածին եկեղեցիները։ Վրաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում գտնվող առաջնորդանիստի Սուրբ Գևորգը հայկական առաջին եկեղեցին է Վրաստանում։ Պատմությունը վկայում է, որ մինչև 607 թվականը Վրաստանում ընդամենը մեկ եկեղեցի է գործել եւ հայ հոգեվորականների պնդմամբ դա եղել է Սուրբ Գևորգը։ 607 թվականին հայրի առաջ խնդիր է ծառանում, թե ուր աղոթեն, որտեղ այլևս վրաց եկեղեցիները, որտեղ աղոթում էին միասին, մնացին վրաց հավատացյալներին։ Եվ պատմության վկայության համաձայն առաջին եկեղեցին, որը կառուցվում է Թբիլիսիում, դա Սուրբ Գևորգն է։ Նախկինում եկեղեցին Բեշտի մեծ Սուրբ Գևորգ եկեղեցի են կոչել, փայտե փոքր սրբավայրը հետագայում ավերվել է, սակայն 13-րդ դարի կեսերին կառուցվել։ Այնուհետև վերականգնվել է որպես Սուրբ Գևորգ եկեղեցի ու մինչ օրս գործում է։ Այս եւ Հավլաբար թաղամասում գործող Սուրբ Էջմիածին եկեղեցիներն այժմ աշխատանք են տանում ոչ միայն հավատացյալների, այլ նաեւ հասարակության հետ։ Հարևան երկրում մեր կրոնի ու մշակույթի պահպանության նպատակով կազմակերպում ու անցկացնում են տարաբնույթ միջոցառումներ։ Հայկական եկեղեցիներն այսօր ըստ հոգեվորականների այցելուների պակաս չունեն։ Անցյալ տարի հունվար 6-ին պրեզիդենտը այցելեց մեր եկեղեցի, շնորհավորեց հավատացյալներին, պարոն Միխայել Սահակաշվիլին, բարբերաբար զատկի տոներին, սուրբ ծնունդներին, եթե պրեզիդենտն էլ չի այցելում, անպայման քաղաքապետը այցելում է, խոսում է, մի խոսքով իշխանություններից մենք գոհ ենք։ Իրայից թեմն է դարձել այն լոկոմոտիվը, որը քաշում է հայությանը դեպի ազգայինը, դեպի ինքնությունը պահելը։ Թբիլիսիում գործող հայկական երկրորդ Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցվել է 1834 թվականին։ Նախկինում եղել է փայտաշեն կառույց, այնուհետև վերականգնվել է։ Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել Քահանա Թորոսյանը պատմում է, որ եկեղեցին իր պատմության ընթացքում 4 անգամ հիմնանորոգվել է։ 2006-ից 2010 թվականներին հիմնանորոգման վերջին աշխատանքներն են կատարվել այստեղ։ Եկեղեցին վերանորոգման փուլում էր Վրաստան գալային նախորդ այցելության ժամանակ։ Գործող երկու եկեղեցիներում էլ աշխատաժամերը նույնն են, ինչ Հայաստանի եկեղեցիներում։ Ժամերգություններ, պատարակներ, կատարվում են նաև մկրտություններ ու հարսանյաց արարողություններ։ Օրինակներ ունենք, երբ որ բերդում են վրաց հասարակությունը այսօր շատ մոտ է կանգնած եկեղեցուն եւ բերդից ներս աղոթքներ, մկրտություններ իրանք էլ են կատարում, որպեսզի մեր հայրերը իրենց չզգան լքված, մենք անպայման մասնակցում ենք այդ ամենին, որպեսզի իրենց լավ զգան։ Հայ հոգևորականներին անհանգստացնում է Թբիլիսիի մյուս չգործող հայկական եկեղեցիների ճակատագիրը։ Ինչպես հայտնի է, վերջերս Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում Սերեբրյաննայակ փողոցի վրա գտնվող 18-րդ դարի կառույց Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունն է փլուզվել։ Թեև փլուզման հիմնական պատճառը բնական աղետն է եղել, այնուամենայնիվ հոգևորականները պնդում են, որ եթե եկեղեցին հայկական կողմի հսկողության ներքո գտնվեր ու ժամանակին վերանորոգման աշխատանքներ տարվեին, ապա միգուցե հնարավոր լիներ խուսափել փլուզումից։ Եկեղեցին դաժան ճակատագիր է ունեցել, նախ տուժել է խոշոր հրդեհի հետևանքով, ապա վթարային դարձել։ Մեր հեռուստադիտողին հիշեցնենք, որ գալայի նկարահանող խմբի նախորդ այցելության ժամանակ կիսախելագար մի վրացուհի փակել էր եկեղեցու մուտքը, սեփականացրել տարածքն ու եկեղեցում շուն էր պահում։ Այն, որ հիմա Սուրբ Նշանում շուն չեն պահում, դա ամենևին էլ չի նշանակում, որ եկեղեցու վիճակը բարելավվել է։ Հերթական փլուզումից հետո կառույցը ծայրահեղ վթարավտանգ է դարձել։ Երկաշնչից հետո շուտ առաջ ասենք դուս եկած էր հետ։ Ուզում էստեղ քանդեին, որ հետո նորից հին իր քարերը բանը մնացած ինչ որ կա սրբա պատկերներ բան, նորից կառուցեին իր բանով։ Բայց երկաշնչն ու հիմա ջրերը բաները քշեն տարան։ Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզման արդյունքում մեծ վնասներ է կրել Բրուտյանների ընտանիքը։ Փլուզվել է նաև իրենց բնակարանի մի հատվածը։ Ընտանիքը փոխհատուցման է սպասում։ Տիկին Հայկուշը պատմում է, որ օրերս փլված եկեղեցու տարածք այցելել են Վրաստանի ու Հայաստանի մշակույթի նախարարները։ Եկեղեցու վերականգնման ուղղությամբ աշխատանքներ դեռևս չեն տարվում։ Ով որ սարքել է, եկել է նոր մասմասա որ չեղներ, այս գմբեթը, այսեն չեր գա է։ Ընկել այդ փետերի վրան, այդ երկաթների վրան դեպի այս սիմպտոմը, մեր կողմն է եկել։
Սուրբ Նորաշեն եկեղեցին եւս Թբիլիսյան մյուս 4 հայկական եկեղեցիների նման տարիներ առաջ կոնսերվացվել է։ 20-րդ դարի 30-ական թվականներից եկեղեցին հոգևոր գործունեության նպատակով չի ծառայում, այլ օգտագործվել է որպես գրապահոց։ Վերջին տարիներին այստեղ սկսված վերականգնման աշխատանքներն այժմ ինչ-ինչ պատճառներով դադարեցված են։ Նշենք, որ Նորաշենի վրացացման խնդիրը վերջին շրջանում մի քանի անգամ բարձրացվել է հայ-վրացական նախագահների ու վարչապետների մակարդակով, ու Վրաստանի իշխանությունները խոստացել են միջամտել ու չթույլատրել ապօրինի գործողությունները հայկական եկեղեցու նկատմամբ։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։